Մեր անկախության 35-րդ տարին է եւ մեր երկիրը տնտեսապես աշխարհի 110-րդ աղքատ երկիրն է։ Այսօր մեր երկիրը ունի լավարկման եւ մեծ բարեփոխման կարիք։ Բարեփոխումը մինչև այս մեր երկրի համակարգերը ձևավորվել էին ուրիշ օրակարգերի շուրջ։ Մենք գիտենք, որ առաջի 20 տարի մեր անկախության, 20-28 տարի անվտանգային օրակարգի շուրջ։ Դրանից հետո եկող 7-8 տարին իրար հետ հակասությունների երևի օրակարգի շուրջ, իսկ այդ ընթացքում մենք ունենում էինք մի խնդիր, որը քչերն էին նկատում էին այն մարդիկ, ովքեր զգում էին իրենց վրա։ Դա թուլացող Հայաստանն էր։ Դա Հայաստանն էր, որի բնակչությունը շրջաններից ուղղակի դուրս է գալիս։ Երևանցիները գնում էին Ամերիկայի Միացյալ Նահանգներ, շրջաններից գնում էին Ռուսաստանի Դաշնություն։ Մեր երկրի բնակչությունը կես միլիոն մարդով քչացել է անկախությունից հետո, շարունակում է անկում ապրել։ Այս առաջարկները 5 առաջարկ մենք ունենք, որը ուզում ենք ներկայացնել։ 5 քայլ, որը անելու ենք, որը փոխելու է մեր հայրենիքի կյանքը։ Քայլերը մշակված են տարիների աշխատանքի արդյունքում։ Պետական համակարգում մինչև այս եղած երկրի ղեկավարները երկրի միշտ պետական ապարատի կողմից են նայել տնտեսությանը։ Առաջի ղեկավարը, ով կնայի ձեռնարկատերի հասարակության անդամի կողմից, դա կլինի Սամվել Կարապետյանը, քանի որ անցած ճանապարհը ձեռնարկատերի ճանապարհ է։ Եվ ինչ քայլեր ենք մենք ուզում անենք Հայաստանը փոխելու համար։ Ամենաառաջինը, բոլոր շրջաններով գնալով, մենք տեսնում ենք մեկ հիմնական խնդիր։ Երկրում կա աշխատատեղերի խնդիր։ Երկրում շրջաններում գործ չկա։ Գործը այս պահին ամենապահանջված բանն է Հայաստանի շրջաններում։ Դրա պատճառով մարդիկ մեկնում են արտերկիր, դրա պատճառով մարդիկ թողում են իրենց ընտանիքները այստեղ եւ ունենում են բազմաթիվ հետևանքներ բացասական։ Առաջինը դեմոգրաֆիկ հետևանք, երկրորդը ծայրահեղ աղքատություն շատ շրջաններում։ Այս բոլորի լուծման ճանապարհը մինչև հիմա պետությունը գտել է մի ուղղությամբ։ Հավաքել է բյուջե եւ տվել է ինչ որ արտոնություններ, ֆինանսական սուբսիդիաներ, ինչ որ ուղղություններով։ Արդյունքը մենք տեսնում ենք այն ինչ որ ունենք։ Երկրի շրջաններում արդյունաբերությունը, արտադրությունները վերջի տարիներին անկում են ապրում։ Մենք ինչ որ տեսնում ենք Երևանում, վարկերի հիմքով ստեղծված տնտեսությունը, որը ժամանակի ընթացքում երկար չի կարողանա այս տեմպը պահպանել։ Ինչ ենք մենք առաջարկում։ Առաջի քայլը ստեղծել 300,000 նոր գործի տեղ Հայաստանում։ Շատերը կասեն, բոլորը դա կարող են ասել։ Ինչպես եք դա անելու։ Սրա տակ կա մակրոտնտեսական ուղենշված քաղաքականություն։ Մենք ունենք պլանավորած քաղաքականություն, թե ինչպես 300,000 նոր գործի տեղ ստեղծել Հայաստանում։ Քաղաքականության հիմքում ընկած է առաջի քայլը արդյունաբերականացում, վերաարդյունաբերականացում։ Հայաստանը երկար տարիներ զրկվել է իր արտադրող եւ ստեղծարար պոտենցիալից։ Մեր երկիրը դարձել է դրսից օգնություն ստացող, վարկերի հաշվին ապրող եւ ծառայություններով ինչ որ ձև յոլա գնացող երկիր։ Դինամիկ երկիր ունենալու համար մենք պետք է ստեղծարար տնտեսություն ունենանք։ Ստեղծարար տնտեսությունը դա արտադրություններն են եւ ծառայությունների արտահանումն է։ Ինչ ձևով ենք մենք իրականացնելու 300,000 գործի տեղի ստեղծումը։ Առաջինը, մեր երկիրը տարեկան, եթե վերարտանում անենք, $7 միլիարդ ներմուծում է անում։ $7 միլիարդ։ Մեր երկրի ներմուծման եւ արտահանման տարբերությունը համարյա $4 միլիարդ է։ Եթե մեր երկրի ապրանքներն ենք նայում, վերարտանումը անում ենք։ Տարեկան Հայաստանը $4 միլիարդ ավելի գումար է ուղարկում դուրս, քան ստանում է։
Մենք աղքատանում ենք 4 միլիարդ դոլարով։ Իսկ գիտեք ոնց է այդ աղքատության, այդ 4 միլիարդ դոլարի տարբերությունը Հայաստանը կոմպենսացնում։ Կամ դրսից հայերի փոխանցումներով, կամ պետական պարտքով։ Այսինքն մենք պարտքով ենք ապրում։ Վերցնում ենք Հայաստանի ներմուծման հիմնական կետերը, ինչ է ներմուծում Հայաստանի Հանրապետությունը։ Եվ սկսում ենք պլանավորված քաղաքականություն վարել այդ ներմուծման ուղղությամբ, որ գործարաններ ստեղծենք ներմուծվող ապրանքների ուղղությամբ։ Օրինակ, երկրում թիվ 2 ներմուծումը, նավթամթերքն է, բենզին, դիզել, մենք գիտեք, շատերը գիտեք, որ մենք առաջարկել ենք նավթավերամշակման գործարան Հայաստանում, որը հում նավթ կբերի, համարյա 2 անգամ, մինչև 2 անգամ էժան գներով, և կվերամշակի մեր երկրում։ Տարեկան կես միլիարդ դոլարի շրջանառություն ունեցող ընկերություն է դա, որպեսզի դուք հասկանաք, Հայաստանում ընդամենը քաջարանի պղնձե մոլիբդենայինն է, որը մեր տնտեսության լոկոմոտիվներից մեկն է, այդ մակարդակին։ Մյուս բանը, մեր երկիրը ներմուծում է մեծ քանակությամբ գազ, հիմա կասեք ոնց է գազը ստեղ արտադրելու։ Գազի հետ կապված մենք համարյա կես միլիարդ դոլարի մեր երկիրը գազ է ներմուծում։ Բայց մենք ունենք հարևան Իրանի Իսլամական Հանրապետություն, ում հետ ունենք մի պայմանագիր, որով Իրանը համաձայնվում է մեզանից գնել էլեկտրականություն և իսկ մեզ տա գազ։ Ինչ ենք անելու մենք։ Մենք վերցնելու ենք գազը Իրանի Իսլամական Հանրապետությունից, այստեղ մեր ջերմաէլեկտրակայաններ ենք ստեղծելու, որը Հրազդանում ունենք, որը կստեղծենք նաև սահմանին Իրանի հետ։ Իրանը այդ տեխնոլոգիաներին չի կարողանում ունենա մուտք, քանի որ գտնվում է սահմանափակումների տակ։ Հայաստանը ունի մուտք։ Այդ տեխնոլոգիաներով, ջերմաէլեկտրակայաններով մենք կստեղծենք Իրանի սահմանին գազ էլեկտրականության դիմաց մեծ համակարգ, որը մեր երկիր կթողի տարեկան կես միլիարդ դոլար, որպեսզի դուք հասկանաք, դա իր քանակով էկվիվալենտ է ինչի հետ համեմատենք։ Երևի երկրի ամբողջ թոշակների համարյա մոտ է թոշակների ֆոնդի հետ։ Չեմ ասում ամբողջը շահույթ կլինի։ Դա շրջանառություն է, եւ եթե մենք մեծ արդյունաբերական պոտենցիալ, մեծ գեներացիոն պոտենցիալ ստեղծենք, մեծ հնարավորություն կունենանք գազ ունենանք անվճար գնով։ Այսինքն շահույթ այդ ջերմաէլեկտրակայանների։ Մենք ունենք տարեկան մոտ 70 միլիոն դոլարի թռչնի մսի, մյուս մսերի թռչնի մսի ներմուծում։ Դուք պատկերացնում եք Հայաստանի գյուղերը ամբողջությամբ դատարկում են, Հայաստանը գնում է աշխարհի ծայրից թռչնի միս է բերում։ Բոլոր ուղղություններով, ներմուծման մեջ բոլոր ուղղություններով մեր երկիրը կարող է արտադրություններ ստեղծել։ Իսկ ով է ստեղծելու այդ արտադրությունները։ Հիմա կասեք պետությունը լավ կառավարիչ չի։ Ես էլ եմ ասել, որ պետությունը լավ կառավարիչ չի։ Բոլորս գիտենք։ Պետությունը չի կարող նստել սպասել ներդրողը դա անի։ Պետությունը պետք է արդյունաբերական քաղաքականության մեջ մի կարևոր քայլ անի։ Աշխարհում կա արդյունաբերության հեգեմոն երկիր։ Այս պահին այդ հեգեմոն երկիրը Չինաստանի ժողովրդական հանրապետությունն է։ Չինաստանը աշխարհի արդյունաբերության նշանակալի մասն է կազմում եւ ամենադինամիկ զարգացող արդյունաբերական երկիրն է։ Ինչ է տալու մեզ Չինաստանի հետ համագործակցությունը արդյունաբերության մեջ։ Չինաստանում կա արտահանման ընկերություն, որը ֆինանսավորում է իր բոլոր գործարաններին, ովքեր օրինակ դու գործարան ես ուզում ստեղծես քո երկրում։ Եթե չինական սարքավորումներով գործարան է ստեղծում, Չինաստանի արտահանման ընկերությունը ֆինանսավորում է շատ էժան գնով 70%-ը։ 70%-ը Չինաստանի արտահանման ընկերությունը ֆինանսավորում է, եթե դու օրինակ նավթավերամշակման գործարան եք ուզում, կամ պղնձամոլիբդենայինի հիմքի վրա պղնձի վերամշակման գործարան եք ուզում, 70%-ը ֆինանսավորում է։ Եթե օրինակ պղնձի վերամշակումը հաշվենք 250 միլիոն ԱՄՆ դոլարի բյուջե, մենք հասկանում ենք, որ 30%-ը
այս բյուջեի կլինի մոտարապես 80-ի կարգի, 80-82 միլիոն։ Հայաստանում շատ քիչ բիզնեսմեն կա, որ 80 միլիոն կկարողանա ներդնի։ 4-5 հոգի են, որից երևի 2 հոգի կանոնավորված։ Ու այդ պատճառով մեր երկրում, եթե մենակ մի գործարանի մասին խոսեինք, կասեինք լավ, մի գործարանի համար ներդրող կգտնենք, բայց մենք անելու ենք տասնյակ, իսկ ինչ է անելու պետությունը այստեղ։ Օրինակ, 80 միլիոն ներդրման մոտավորապես 80 միլիոն ներդրման պարագայում։ Մեր պետությունը, որը 30%-ն է ներդրման։ Պետությունը վճարելու է, տալու է, աջակցելու է 15%-ը, իսկ ներդրողից պահանջելու է ևս ներդրում 15%-ը։ Առաջի հայացքից դուք տեսնում եք 40 միլիոն ներդրողը կարող է դնել, նա գիտի, որ պետությունը ևս 40-ի հետ դնում է եւ չինական արտահանման ընկերությունից, արտահանման ֆոնդերից ստանում է ֆինանսավորում։ Ինչ է սա տալու։ Պետությունը, հիմա կասեք պետության փողերը տանում ես բիզնեսներին ես տալիս։ Ոնց է պետությունը հետ բերելու այս գումարը։ 15% ներդրում անելուց հետո 15% ընդամենը ներդրում անելով, պետությունը բերում է 100% ներդրում իր երկիր։ Կարողացա։ Այսինքն, պետությունը աջակցում է 15%-ով, մյուս 15-ը ներդրում է ներդրողը, 70%-ը տալիս է Չինաստանի արտահանման ընկերությունը, որպես վարկ։ Դու 15% քո բյուջեից տալիս ես, բերում ես 100% ներդրում։ 40 միլիոն տալիս ես, բերում ես 250 միլիոն ներդրում։ Դա, որպեսզի հասկանաք, մի ամբողջ քաղաք, եկեք ասենք, Հրազդան քաղաքի տոտալ գործազրկության հարցը լուծում է։ Հրազդան քաղաքում պարակ, մարդ չի լինելու այս պարագայում։ Այստեղ հարց, 40 միլիոն պետությունը դրեց, Նարեկ ջան։ Ոնց է այդ գումարը հետ ստանալու։ Պատասխան։ Արդյունաբերության մեջ ներդրված գումարի 13-ից 15%-ը հարկերով հետ է գալիս։ Այսինքն, եթե 13% արդյունաբերության մեջ ներդրման հարկերով հետ է գալիս, դու դնում ես 15% պետություն, պետությունը ներդրում է 15%, բերում է 100% ներդրում, բայց իր դրած 15%-ից է 13%-ը հարկերով հետ է ստանում։ Դա միջինացված փորձագետների տվյալներ են։ Այսինքն, դու ունենում ես ընդամենը 2% ծախս, 100% ներդրում բերելով քո երկիր։ Շարունակենք մյուս ուղղությունները։ Բոլոր մյուս գործարանները մեր երկրում, որը պետք է կառուցվի, կկառուցվի նույն տրամաբանության մեջ։ Չինաստանի արտահանման ներդրումային ֆոնդը վճարելու է, ֆինանսավորելու է 70%-ը, 15%-ը վճարելու է ներդրողը, կլինի հայ, կլինի օտարերկրյա, ում համար դա շատ լավ պայման է։ 15%-ը կվճարի պետությունը, 1-2 տարվա ընթացքում հարկերով հետ կստանա։ Պետությունը բան չի կորցնում։ Համարյա 0 ներդրումով 250 միլիոն դոլար ներդրում է բերում երկիր։ Օտարերկրյա ուղղակի ներդրումները անցած տարի 140-ը չեն անցել։ Այս մի վարժությունով մենք ուղղակի օտարերկրյա ուղղակի ներդրումների համարյա 2 անգամի չափ ներդրում ենք բերում։ Սա լինելու է տասնյակ վարժություններ են լինելու։ Հարյուրավոր ամեն քաղաքում մենք ունենալու ենք զարգացման ծրագիր։ Դա դժվար գործ է, բայց այդ քայլերը կան, մենք այդ փորձը ունենք, ու դա բերելու է գործազրկության հաղթարման։